Բարձրագույն դատական խորհրդից ՄԻՊ գրասենյակից վարչապետի աշխատակազմից եւ ազգային ժողովի ներկայացուցիչից բաղկացած մրցութային խորհրդի որոշման հիման վրա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի Թափուր պաշտոնում առաջադրվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը։ Նախկինում թեկնածուն աշխատել է Կենտրոն Թաղապետարանում, ազգային ժողովում, հայտարարեց, կիսում է կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունն ամբողջությամբ։ Պատգամավորների հարցերը նրա աշխատած հաստատություններում ինչպես կոռուպցիոն դրսևորումների, այնպես էլ քաղաքական կոռուպցիայի մասին նրա մոտեցումների վերաբերյալ էին։ Թաղապետանում, որ աշխատել եք այդ տարիներին, ինչ իրավունքներ եք ունեցել։ Թաղապետանում այսօր քրեական գործեր կան, որը վերաբերում է անօրինականություններին։ Երիտասարդ տարիներին եմ ես աշխատել Կենտրոն Թաղապետարանում, առաջին կարգի մասնագետից մինչև բաժնի պետի տեղակալ, զբաղվել եմ եկամուտների հավաքագրմամբ, չեմ առնչվել ձեր թվարկած նշած երևույթների հետ, ի պաշտոնե, իմ լիազորություններում չի եղել։ Ընդդիմության ներկայացուցիչները քաղաքական կոռուպցիայի արդի դրսևորումների մասին թեկնածուից գնահատականներ չլսեցին, բայց հնչեցրին իրենց ելույթներում։ Ինչա մեկ անձը պիտի այսպես եւ դատախազ, եւ դատավոր, եւ ֆինանսիստ, եւ տնտեսությունը կառավարող ամեն ինչ մեկ անձի ձեռքում, եւ սա է ժողովրդավարությունը։ Մենք մեղավոր ենք, որ դուք կոռուպցիոներների ընտրում եք եւ թեկնածուներ եք առաջադրում տարբեր տեղեր, կամ նման մարդկանց եք ընտրում, որոնք տարբեր քրեական ինչ-որ հանցագործություններ են արել ժամանակին եւ գիտեն, որ իրանք արել են, եւ գիտեն, որ իրենց հետեւից գնում են իրավապահները եւ գնում արագ առաջադրվում են, որ հետո էլ ասեն, տեսեք, մեր դեմ բանա, քաղաքական բան է լինում, հետապնդում է իրականանում, եւ դուք ինչպես որ ձեր քաղաքական թիմին շատ հատուկ է, դուք եկել եք ստեղ թիրախավորելու ժողովրդավարությունը։ Ընդդիմության անդամները առիթը բաց չթողեցին նաև հոգևորականների գործերի մասին հիշելու, դատարանների գործունեությունը քննադատելու, իշխանության անդամների ունեցած գույքերի մասին հիշատակելու։ Վերջերս հայտնի դարձավ կարծես թե ֆակտորի որոշակի վերլուծությունների արդյունքում, որ 207 միլիոն դրամ կամ 550,000 դոլար գաղտնի ընթացակարգով մեկ անձից գնումների տրամաբանությամբ փոխանցվել է մի կազմակերպությամբ, որը հիմնականում կապվում է Վարդան Ազատյան անուն ազգանուն ունեցող մարդու հետ, ինչ որ վերլուծություններ կատարելու մասով։ Հովանավորչություն չեք լսել նման բան։ Այս նախադասության մեջ ոչ մի բան ճիշտ չէր, որտեղ ոչ թե ֆակտորն է դա բացահայտել, այլ կառավարությունը գաղտնազերծել է իր իսկ գաղտնի որոշումը։ Եթե կառավարությունը չուզեր ֆակտոր թիվին կամ դուք իմանայիք դրա մասին, դուք դրա մասին չէիք իմանա։ Հաջորդը 500,000 դոլար ոչ թե տվել է Վարդան Ազատյանին, այլ այն կազմակերպությանը, որի եթե չեմ սխալվում, ղեկավարն են նա եւ որին պատվեր է տվել։ Ռուբինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն քննադատությանը, թե կուսակցություն փոխելը չարիք է, հիշեց Աննա Գրիգորյանի անցած ճանապարհը։ Այս մարդը իմ քայլով եկավ դարավ պատգամավոր, հետո քաղաքականապես միացավ Վահե Հակոբյանին, վերածնվող Հայաստան կուսակցության։ Եթե չեմ սխալվում, Տիկին Գրիգորյանը մի ընդհատեք Ժորժ ջան։ Եթե չեմ սխալվում, Տիկին Գրիգորյանը ներկայացնում է վերածնվող Հայաստան կուսակցությունը Վահե Հակոբյանի, որը ինքնին Հայաստան դաշինքի մասն էր, որը հետո էլ ոնց որ թե դուրս եկավ Հայաստան դաշինքից առնվազն ազգային ժողովում, բայց Տիկին Գրիգորյանը մնաց։ Գնում դառնում է ամենավոխերին քաղաքական հակառակորդի թիմի падգամավորը Տիկին Գրիգորյան։ Հարց է իհարկե ինչի դիմաց։ Բայց զուտ ուղղակի կոնտեքստը հասկանալու համար նշենք, որ կոնկրետ այդ ողերիմ քաղաքական հակառակորդը այս պահին պետությունը նրանից պահանջում է 200 միլիոն դոլար։ Եթե իսկապես դուք այդ դիրքերից եք հանդես գալիս եւ կրում եք այդ արժեքները, դուք պետք է հստակ գնահատական տաք Ռոբերտ Քոչարյանին իր ընտանիքին վերագրվող 200 միլիոն դոլարի միայն դատախազության կողմից հայտնաբերված գույքին եւ այն գույքին, ֆինանսական միջոցներին եւ այլնին։ Հակառակ դեպքում ասում եմ ձեր որևէ խոսք այդ կոնտեքստում եւ կոռուպցիային վերաբերվող որևէ արժեք չունի։ Աննա Գրիգորյանը պատասխան ելույթում փորձեց հիշել կառավարող ուժի այն падգամավորներին, որոնք երբևէ եղել են այլ կուսակցությունների անդամ, նրանց թվում դիմեց խմբակցության ղեկավարին։ Պարոն Կոնջարյան, դուք չեք նեղվում, որ այս մարդիկ այսքան խոսում են։ Ընդդիմությունից լուսավորից եկել եք ԿՊ կուսակցության ֆրակցիայի ղեկավար եք դարձել։ Ասեք թող մի քիչ իրենց համեստ պահեն։ Ամեն անգամ կարելի է այստենց վիրավորել։ Ուր է Շիրակ Թորոսյանը, Հանրապետական կուսակցության падգամավոր։ Հիմա ձեր կուսակցության անդամ չի։ Ընդդիմությունից իշխանության եք եկել։ Օրինակ ես երբ որ տեսնում եմ դավաճանություն, ընդ որում ոչ միայն մեր
հանդեպ այդ դավաճանությունը, այլ ընդհանրապես դավաճանություն որպես երևույթ։ Երբ որ ես տեսնում եմ ծայրահեղ անսկզբունքայնություն, ես դրանից դե ինչ մեղք կթաքցնեմ, ներվային անում եմ։ Փոխադարձ քննադատությունների ընթացքում падգամավորները հիշեցին նաև անկախության տարիների ընթացքում պաշտոնյաների ձեռք բերած սեփականությունները։ Ընդդիմությունը մատնանշեց ձեռք բերած բնակարանները, մեծամասնությունը անդրադարձավ նախկինների անչափելի հարստություններին։ Հիմա չեք ասում, որ դե միլիոնատեր չի Փաշինյանի որդին, բայց ինքներդ ձեր մոտ լավ հարց չի առաջանում, այդ ոնց ստացա, որ Քոչյանի որդին էր միլիոնատեր իր նախագահության օրոք։ Եվ նույն անալոգիայով ոնց է ստացվում, որ մեր իշխանության օրոք մեր որդիները, փեսեքը եւ մնացածը միլիոնատեր չեն։ Մեղադրել նրա մեջ, որ այդ մարդիկ բարձում է ապրելու տուն ունեն եւ դա ներկայացրեն որպես կոռուպցիայի դրսևորում, անկեղծ ասած արդար չի։ Ես ուզում դուք ցույց տաք այն մարդկանց, ովքեր այդ իշխանության ընթացքում միջին հայից ավելի շատ է հարստացել եւ օրինակ ասեք, թե ինչ տարբերություն իրանց եւ ձեր եղբոր մեջ, որ 2021 թվականին նույնպես տուն է գնել։ Ձեր, որ ունեք հողատարածքներ Սյունիքում, ունեք բնակարան։ Եթե դուք ուզում եք հարստացած պաշտոնյաների մասին խոսել, Սերեն Օհանյանին հարցրեք իր տների մասին, Լևոն Քոչարյանին հարցրեք, ասեք դուք 10 տարի եք իշխանություն եղել, ես երիտասարդները 7 տարի են իշխանություն, այդ 220 միլիոնը ո՞նց է բացատրում այն դեպքում, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակի, պաշտպանության նախարարության բյուջեն էր այդ ժամանակ այդքան։ Այս հայտարարություններից հետո այնուամենայնիվ հայտարարվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության մասին։ Նիստերի դահլիճինքից սրահում ընտրությանը մասնակցեց միայն Հակոբ Արշակյանը, դեմ քվեարկելով թեկնածուին։ Այսպիսով հանձնաժողովի անդամի պաշտոնը դարձյալ թափուր մնաց։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։